եկեղեցի խաղաղություն բոլորիս։ Քրիստոս ծնվավ եւ հայտնվեց մեզ եւ ձեզ բարի ավետիս։ Օրհնյալ լինի Տիրոջ ծնունդը։ Տեր օրհնի երեք Աստված օրհնյալ լինեք։ Գիտեք, Տիրոջ ծնունդը մարդկային ծնունդի նման չէր։ Որտեղ մարդկային ծնունդը ամեն տարի տոնում են, բայց ասում են 5 տարեկան էր, 10 տարեկան էր, 20 էր, 30, 40, թող գնա 120, բայց Տիրոջ ծնունդը մանուկ մսուրի մեջ որ ծնվավ։ Նման ծնունդ չի եղել, որ մինչև օրս 2000 քանի տարիներ ամբողջ աշխարհն են տոնում, մենակ ասում են մանուկը ծնվեց ըստ ավետարանի խոսքերին, որ նրա անունը Էմանուել կոչվի, այսինքն Աստված սիրելի ժողովուրդ մեզ հետ է, մինչև աշխարհիս վերջը Տերը մեզ հետ է, դրա համար մի վախեցեք, ոչ կրակից, ոչ փոթորիկից, մենակ վախեցեք, եթե մեղ գործեք չխոստովանվեք, դրանից վախեցեք, որ դրա համար կանգնելու ենք Տիրոջ առջև եւ ամեն մեկս հաշիվ տանք, բայց որ խոստովանվենք, հավատարիմ եւ արդար խոստացողը, որ իր որդու արյան միջոցով մեզ տվեց քավություն մեղքերի, որտեւ ասում է չկա, արդար մեկն էլ չկա, բոլորս էլ մեղանչում ենք, Աստծո փառքից պակասում ենք, իսկ որ գալիս ենք Տիրոջ փառքի մեջ, արդարանում ենք, գիտեք բարի չկա, բայց բարեպաշտ մարդիկ կան, իսկ Աստված բարեպաշտ մարդկանց երբեք չի անտեսում, այլ կանչում է իր հովանու տակ, ինչպես հիմա մենք այստեղ որ հավաքվել ենք, մենք բոլորս էլ մեղավոր ենք եղել, բայց բարի պաշտություն շատ ենք ունեցել, Ես ունայն կյանքի մեջ, օրինակ ես ինքս շատ անգամ ինձ եմ հարց տալիս, ասում եմ Տեր, ասում եմ, իմ ծնողների ընտանիքի մեջ 5 հոգի ենք եղել, բայց 5 հոգուց ինձ կանչեցիր, բայց իմ եղբայրների եւ քրերիս մեջ ամենաանպիտանը ես եմ եղել, բայց Տերը ինձ կանչեց եւ շնորհակալ եմ Տիրոջից, որ կանչեց ինձ Եվ իմ միջոցով էլ իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ Տիրոջն ընդունել են, որոնք որ գնացել են երանության մեջ Տիրոջ խոսքի համաձայն, երանի նրանց որ գնացել են եւ երանի մեզ էլ որ երկրից վրա ենք, բայց հուսացած ենք Տիրոջը եւ ամեն ժամանակ ասում ենք Տեր շնորհակալ ենք քո ծնունդի համար, որ եկար եւ մեզ էլ ծնեցիր ճշմարտությամբ, որտեղ գիտեք Այս կյանքի մեջ ես շատ անգամ կանգ եմ առնում, սենց խորում եմ ու մտածում եմ, ասում եմ Տեր, ասում եմ, շատ մարդիկ գիտուններ կային, հանճարներ ես երկրից վրա, բայց ոչ մեկը իր արյունը չթափեց աշխարհի մարդկության համար, միայն դու Տեր իմ։ Շատ մարդիկ եղել են հանճար մարդիկ, չէ, երկրից մեջ, բայց բոլորը արյուն են թափել Բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ ամբողջ աշխարհի համար, սիրելով աշխարհը, իր արյունը թափեց։ Մի հատ դուք էլ մտածեք, խորեք դրա վրա, ընթացներում, եւ կտեսնեք, որ իրոք Քրիստոսից բացի ոչ մեկը իր արյունը չթափեց մարդկության փրկության համար։ Այո, պատերազմների ժամանակ հայրենիքի համար զոհեր ունեցել ենք թափել են, բայց հայրենիքի համար, ոչ ամբողջ աշխարհի մարդկության համար, բայց նրանց ձեռքերն էլ են եղել արյունոտ, դիմացինին Աստծո պատկերով մարդկանց սպանել են, բայց մի բայց էլ կա, որ Աստված բարի է բոլորիս նկատմամբ, եկեք նման Աստծուն մի հատ ծափարենք բոլորս միասին, որտեղ արժան է Տերը, որտեղ ինքը բարի է եւ ողորմած, գիտեք շատ անգամ մարդկությունը կանգ առնում այն եզրակացության վերաբերյալ, երբ որ նեղության մեջ է լինում ասում Աստված ուր է,
Տերն էլ ասում է, ես քեզ հետ եմ մինչև աշխարհիս վերջը։ Սիրելի եկեղեցի, Տիրոջ արինով գնված եկեղեցի, Տերն ասում, ես ձեզ հետ եմ ամեն օր, ամեն վայրկյան, մինչև աշխարհիս վերջը։ Իմացեք, որ ես ձեր կողքն եմ, երբ որ կանչեք, ես ձեր ձայնը լսում եմ եւ ձեզ կաջակցեմ։ Իրապես Աստված աջակցում է։ Մենք մարդ ենք, երևի պահ լինի մեզ կանչեն, ասենք հալա մի ժամից կգանք եւ լինում էլ այսպես բաներ կամ այսօր չեմ կարա վաղը կգամ, բայց Տերը երբեք չի ասել, գիտես, վաղը կգամ։ Ասում է, հենց որ կանչես, ես քեզ հետ եմ, ձայնդ լսում եմ եւ պատասխանում եմ։ Դրա համար նման Աստծուց եկեք գոհանանք, ամենակարող Տեր մենք գոհանում ենք։ Խոսքիդ համաձայն, խոսքիդ համար, որ խոստացել ես, որդու ծնունդի համար, որ ամեն բան կատարվեցավ, որ եկավ մեզ մեր փոխարեն։ Տեր լույս աշխարհ եկավ եւ իր լույսը շնորհեց ամեն իրեն հավատացողին։ Օգնիր, որ այս տարվա մեջ 2026 թիվը Տեր ունենանք հնազանդության եւ խաղաղության ընթացք եւ ավետարանը ընթերցելու ընթացք Տեր, որտեղ միայն ավետարանով կարող ենք նորոգվել մեր մտքերը վերինները փնտրել եւ վարինները դուք շնորհես մեզ, մեր ընտանիքներին, մեր սերունդներին եւ սերունդների սերունդներին, պահիր հավատքի հույսի եւ սիրո մեջ եւ ամեն բանի մեջ դու մեծարվիր ու փառավորվիր, որ արժան ես, ամեն։ Տերը օրհնի բոլորիս։ Գիտեք, ուզում եմ կանգ առնեմ Եսայա Մարգարեի 7-րդ գլուխ 14 խոսքը։ Մենք ամսի 6-ին խոսեցինք Տիրոջ ծնունդը ինչպես եղավ, ոնց եղավ եւ էլա ենք խոսելու։ Մինչև Տիրոջ գալուստը միշտ խոսելու ենք։ Գիտեք, որտեղ Տերն ասում, իմ հրաշքները պատմեք եւ իմ խոսքը վկայեք։ Եթե մենք Տիրոջ հրաշքները չպատմենք եւ իր խոսքը չվկայենք, չենք կարող առաջ շարժվել։ Դրա համար Տիրոջ հրաշքները պատմելու համար պետք է իր խոսքը պատմենք մարդկանց, որ Տերն էլ իր հրաշքները կատարի մարդկանց հանդեպ։ Եթե հիվանդդ խոսում ես ու ասում ես Տերը 2000 տարի առաջ քո հիվանդությունները վեր առել եւ քեզ բժշկել է։ Աստծո խոսքը մի բան ասում է, եթե սրտով հավատում ես, շրթունքներով դավանում ես, անպայման կտեսնես Աստծո փառքը։ Որտեղ մենք ամենքս Տիրոջ շնորհքի ներքո ենք ապրում։ Ուզում եմ ընթերցենք միասին 7-րդ գլուխ 14 խոսքը։ Ասում է, սրա համար Տերը ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա եւ կծնե մի որդի եւ նրա անունը կկանչեն Էմանուել։ Էմանուելը թարգմանության մեջ Աստված մեզ հետ։ Սիրելի եկեղեցի, Տերը մեզ հետ է։ Թե գնում ես գողության, Աստված չանի։ Լավ իմացի, Տերը լա քեզ հետ է։ Այն մինչև Տիրոջը ճանաչելը, երբ որ գնում են գողության մարդիկ ասում են Աստվածին, պահիր որ չբռնվեմ։ Տերն էլ ասում է պահեմ, մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, մինչև միտքերս առնի, բայց եթե որ չենք զղջում, չենք ապաշխարում, հետ չենք կանգնում, արդեն օրենքին է հանձնում Տերը։ Ասում է հիմա գնա օրենքով գոնե զգաստանաս։ Բայց հիմա մենք շնորհակալ ենք Տիրոջից, որ Տիրոջ խոսքով կանք իր ներկայության մեջ։ Փառք լինի Տիրոջը։ Տերը մեզ հետ է, թե հիվանդության մեջ, թե դժվարության մեջ, որտեղ ասում է ես ձեզ հետ եմ։ Եթե Տերը ինձ հետ է, ուրեմն իր շնորհքը իմ մեջ է։ Եկեք անդրադառնանք Ղուկաս առաջի գլուխ 24-26-րդ խոսքից ընթերցենք, հետո եզրակացություն կանենք Աստծո խոսքը, ոչ թե եզրակացություն, այլ հավատքով ավելի կզորանանք, որ կանգուն մնանք, որտեղ ստեղ ասում է խոսքը. Մարիամ, դու շնորհ գտար Աստծո առջև։ Գիտեք, սիրելի եկեղեցի, ամեն մեկս Աստծո առջև շնորհ են գտել։
որ Տերը իր հոգին շնորհել է մեզ, Սուրբ հոգին։ Դավիթ ասենց իր Սաղմոսների մեջ կանգ առնում ասում է Տեր ասում է ինչ որ արել եմ, ինչ որ ուզում ես, միայն Սուրբ հոգին ինձանից վեր մի արա։ Գիտեք, եթե Տերը իր հոգին մեզանից վերցրեց, մենք մի անպետք ու դատապարտված մեկն ենք լինելու, բայց քանի որ շնորհքի հոգին մեզ վրա է, ամուր բռնենք, որ ոչ մեկը երևույթ կյանքը եւ մեր ապրելակերպը ոչ մեկը մեզանից այդ շնորհքը չվերցնի, որտեւ այդ շնորհքը ասում է քեզ կտանի հավիտենություն, Աստված դա է ասում, որտեւ Աստված բարի է, բարի եւ ողորմած է։ Եկեք ընթերցենք միասին։ Եվ 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակն Աստվածանից ուղարկվեցավ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր մի մարդի, որի անունը Հոսեփ էր, Դավթի տանից, եւ այն կույսի անունը Մարիամ էր, եւ հրեշտակը նրա մոտ գալով ասեց. Ողջուն քեզ, ով շնորհակալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ, եւ նա նրան տեսնելով շփոթվեցավ նրա խոսքի համար եւ իր մտքում մտածում էր, թե ինչպիսի բան պիտի լինի այս ողջույնը, եւ հրեշտակ ասեց նրան. մի վախենար Մարիամ, որովհետեւ Աստվածանից շնորհք գտար։ Նույնն է հիմա Տերը իմ միջոցով սիրելի եկեղեցի ձեզ ասում, մի վախեցեք, Տիրոջ առջև շնորհք է գտել ամեն մեկը։ Այդ շնորհքը ամուր պահեք եւ փոխանցեք ձեր բարեկամներին, ձեր հարևաններին, ձեր կոլեգյաներին, որտեղ որ աշխատում եք կամ սովորում եք, մի վախեցեք, Տերը շնորհք է տվել ձեզ։ Եթե Տերը շնորհք է տվել, մի վախեցեք իր խոսքը վկայելու, որտեղ էլ որ լինեք։ Եվ կտեսնեք Տիրոջ հրաշքները եւ Տիրոջը կփառավորեք ու կմեծարենք, որտեղ Աստված արժան է փառքերի ու մեծարության։ Դրա համար շնորհքի վերաբերյալ է խոսքը, Տիրոջ շնորհքը մեզ վրա է։ Եվ ահա կհիանաս եւ որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կոչվի։ Եվ Տեր Աստված նրա Դավթի հոր աթոռը կտա նրան։ Եվ նա հավիտենն կթագավորե Հակոբի տան վրա, եւ նրա թագավորության վերջ չի լինի։ Եվ Մարիամն ասեց հրեշտակին. սա ինչպես կլինի, ըստ որում ես այլ չգիտեմ։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան. Սուրբ հոգին կգա քեզ վրա, եւ բարձրալի զորությունը քեզ վրա կհովանավորե, վաս որով եւ այն ծնվածը սուրբ է, Աստծո որդի կոչվի, եւ ահա քո ազգականը Եղիսաբեթը, նա էլ մի որդով հղի է իր ծերությունում, եւ սա այն ամուլի կոչվածի 6-րդ ամիսն է, որովհետեւ Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ։ Մարիամն էլ ասեց. ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պես լինի ինձ, եւ հրեշտակը գնաց նրանից։ Արդյոք Աստծո մոտ անհնարին բան կա։ Եկեք շատ անգամ եմ խորում դրա վերաբերյալ։ Երբ որ մարդու վրա հիվանդությունը գալիս է, այս պահին ուսոր իրոք ասեմ Աստվածը մարդու միտքը թմրացնում, որտեղ միայն Աստված կարա անի։ Մարդս ոչ թե այս պահին ասում է Երեմիայի խոսքերը 33:3 աղաղակեցեք Տիրոջը եթե այլ հակառակը կամ կնոջնած են տալիս կամ կինը ամուսնուն կամ երեխաներին մի բան արեք վատ եմ զգում ինձ մոռանում ենք ամենակարող Աստծո ներգործողության զորությունը որտեվ ասեց արդյոք Աստծո մոտ անկարելի բան կա չկա չէ սիրելիներ թե կա մեզ մոտ կա, բայց Աստծո մոտ անկարելի ոչ մի բան չկա, ինչի մեջ էլ որ լինում ենք, հենց այս պահին Տիրոջը կանչենք, երբ որ կանչենք Տիրոջը, հետո
միջնորդություններ լինելու են, միջամտություններ լինելու են, բայց առաջինը Տիրոջը աղաղակեք եւ կտեսնենք Տիրոջ փառքը։ Ամեն պահի մեջ Աստված փառավորվում է իր շնորհքի միջոցով։ Շնորհքը Սուրբ Հոգին էր, որ մեզ վրա իջած է եւ մեր մեջ է, մեզ հետ է մինչեւ աշխարհիս վերջը։ Ասում եմ մի վախեցեք։ Ես ինչի համար ասեցին, վախեցեք, որ մեղք եք գործում, չեք խոստովանվում, որտեվ հաշիվ եք տալու, երբ որ կանգնենք Տիրոջ առջև։ Բայց որ խոստովանվում ենք, չեմ ասում գնանք մեղք գործենք ու գանք խոստովանենք։ Ես դա չեմ ասում։ Եթե խոստովանվում ենք, հավատացեք, որ մեր մեղքերին Տերը թողություն է տվել։ Մարդը մարդուն ունես թողություն չի տալիս, ինչ որ Տերը, որտեվ պահա գալիս ասում եմ, հա, ներել եմ, մեկ էլ նորից խոսակցության մեջ ասում եմ, կանգ առնում, ասում եմ, հիշում ես երեք չեմիսօր ինչ էիր ասում ին վերաբերյալ։ Բայց մոռացել ենք, որ դեմարդեմ կանգնե եւ ասել եմ, ներել եմ, ել չեմ մոռանալու, բայց Տիրոջ խոսքն ասում է, ձեր անցյալ հանցանքները ջնջել եմ եւ իմ առջև չի երևալու։ Ներկա հանցանքների համար եմ հաշիվ պահանջելու ձեզանից։ Եթե ներկայի համար չխոստովանվեք, բայց անցյալը Տերը ջնջել է բոլորիս։ Այն նման բարի Տեր ունենք, որ ամեն մեկիս համար իր որդուն ուղարկեց։ Շնորհքն էլ մեզ վրա է։ Եկ շատ անգամ ասում ենք մեր Տերը իր խաչի վրա ոնց կանգնավ ու ասեց իրեն, որ խաչեցինք, քարկոծեցինք, վիրավորեցինք, ասեց Տեր, հայր, ներիր չեն հասկանում ինչ են անում։ Շատերն ասում են, դե ինքը Աստված էր։ Եվ նաև Աստծո որդի էր, նաև մարդու որդի էր մեր Տերը։ Բայց մի բայց կա, որ հասկանալով, որ օրինակ ցույց տվեց մեզ։ Ստեփանոսն էլ մեզ նման մարդ էր։ Երբ որ իրեն քարկոծեցին, Գործք Առաքյալոց 6-րդ գլուխը բացեք եւ ուսումնասիրեք, թող այս տարի ամեն մեկը որոշում կայացնեք, որ ամեն օր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը սկսեք ընթերցել, որտեղ նա մեր հոգում կերակուր է։ Եվ իրոք եթե չսնվենք, այս երևույթ կյանքը եւ ատելություն կբերի, եւ չարախոսություն, եւ նախատանք, վիրավորանք, բայց երբ որ ընթերցում ես, օրվա մեջ եթե որ այս բաները գալիս են քեզ, ասում ես, Տեր, պետք է լինեն, քեզ արեցին, ինձ էլ են անելու։ Եվ ասում Ստեփանոսին, որ քարկոծեցին ճշմարտության համար, ավետարանն էր խոսում։ Ասма կանգնավ եւ ասեց երկինքը բացված եւ տեսամ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հոր աչում կանգնած, ասма ավելի գժվան ժողովուրդը եւ քարկոծեցին։ Արդեն հոգին պետք է ավանդել, ասեց հայր, ներիր չեն հասկանում։ Եթե որ հասկանան, ես ինչ եմ խոսում, երկնքի արքայության մասին եմ խոսում, նման բան չէին անի։ Հիմա իրոք Գիտեք, մենք էլ շատ դեպքերում չենք ասում, Տեր, ներիր եւ ինձ էլ ներիր, դիմացիներին էլ ներիր, բայց միայն քննադատում ենք։ Աստված քննադատող Աստված չի, Աստված բարի Աստված է, որտեղ Տերն ասում է, ես ամբարիշտի մահը չեմ ուզում։ Գիտեք, մեր Տերը ծնվավ, աշխարհ եկավ, մեզ համար։ Մենք էլ մեր օրերի մեջ պետք է ինչ-որ մեկ երկուսի համար բարևկա լինենք, մեր ապրած օրերի համար, որ մարդիկ դառնան Տիրոջը, որտեղ Տերը նորից եմ ասում, ամբարիշտի մահը չի ուզում, և չի ուզում, որ իր զավակներն էլ դիմացինի վատը ուզենան։ Լավ իմացեք, եկեղեցին, եթե ամեն կիրակի չեք գոնե ամիսը մի կիրակին աղակա բարձրացել դու եկել եկեղեցու մեջ լինելով երկրի բարգավաճման համար, ընտանիքների բարգավաճման համար, սերունդների օրհնության համար,
Երբ որ տեսնում եք, որ մի սերունդ օրտնվում է, ուրախացեք, ասեք, Տեր, շնորհակալ եմ, որ մեր աղոթների պատասխանն ես տալիս։ Երբ որ մենք շնորհակալություն հայտնենք Տիրոջից, մեկի լավ լինելու համար, իր ընտանիքի լավ լինելու համար, Տերը կփառավորվի։ Եվ իր փառքն էլ մեզ վրա է։ Աստված օրհնի ձեզ, օրհնյալ լինենք